Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես ուզում եմ նշել, որ մեծ պատիվ է այսօր մեզ համար հյուրընկալել ամենաերևանյան երգչին։ Այո, ժամանակը եկավ, որպեսզի մենք էլ միասին Քարին Արևնով իրենք մի քիչ էլ սեր ու ստացվի քաղաքը Երևանը մեր, իսկ մեր հյուրն է հենց Երևանն է, այսինքն Ֆորշը։ Բարի առավոտ Ֆորշ։ Բարի, ոնց ենք։ Ես շատ եմ սիրում, երբ որ դու տենց ես սկսում, տենց մեկնաբանությունը քո ասել դուրս գալիս է։ Շնորհակալ եմ, բայց սրանք իհարկե են տողերն են, որոնք միշտ կան քո երգերի մեջ ու շատ կարևոր են, հա, որովհետև եթե կա Երևան, կա Ֆորշ, գույնն է Երևանի անպակաս գույներից մեկը։ Այս մեծ սերը Երևանի հանդեպ Ֆորշ տարիների ամեն մի քարի, ամեն մի արևի, ամեն մի թփի հետ է կապված, չէ՞։ Ինչի հետ ես դու ասոցացնում Երևանը, որովհետև մենք Երևանը ասոցացնում ենք Ֆորշի հետ։ Իսկ Ֆորշը ինչի հետ է ասոցացնում Երևանը։ Գիտես, որտեղ ասոցացնել բառ օգտագործեցիք, ուրեմն այդ թեմայով շարունակեմ։ Բարելույսի պայծառ բաց երկնքի, անամպ երկնքի ու առոտվածի ծերակների հետ։ Հա։ Մասը չես։ Ֆորշ, ես գիտեմ, որ մեր Երևան քաղաքը ինքը ռեկորդների գրքում է ներառված որպես աշխարհում միակ քաղաքը, որին աշխարհում ամենաշատ երգերն են նվիրված։ Եվ ես միշտ ներկայացնելուց ասում եմ, որ այդ երգերի եթե ոչ 80%, ապա հաստատ 50%-ը քո կողմից են։ Չէ, բան չկա։ Այդտենց ես երբեք չեմ մտածել, որ պետք է Երևանյան թեմայով ինչ-որ բան, ինքը գալիս է ուղղակի։ Գալիս է։ Ու հաճախ բայց հենց այդ թեմայով է գալիս։ Լավ, ես տենց եմ։ Շատ մի փոքր խոսենք այսօրվա երաժշտական իրականության մասին։ Ինչով ես դու առանձնացել միշտ, որովհետև դու ունես քո տեսակը, քո ձևը, որը հատուկ է քեզ։ Այսօր մի տեսակ այդ երաժշտական ասպարեզում ձևի ու տեսակի կորուստ կա։ Կան շատ երգիչներ, երիտասարդ, բայց չունեն իրենց տեսակն ու ձևը։ Այս սրա մասին մի քիչ խոսենք։ Ինչից է գալիս դա, այն երաժշտությունից, որի ներքո իրենք կրթվել մեծացել են, թե Եվ եթե դու քո տված հարցին պատասխանեցիր, որտեղ Սուրճան, չգիտեմ, եթե ինչ-որ բան անում ես, պետք է ազնիվ անես։ Այդ որ ասում ես թե, ուրեմն թեն ուրեմն անազնիվ է ինչ-որ, եթե թեն կա։ Պետք է տենց բաներ չլինի, պետք է կասկած չլինի։ Երգի մեջ, արվեստի մեջ պետք է չլինի կասկածը։ Ազնվությունն է կարևորը։ Չգիտեմ, ասեմ։ Եվ ամեն անգամ, երբ թվում է, թե Երևանի մասին բոլոր երգերը երգվել են, դուք ապացուցում եք, որ դեռ նոր երգեր եւ մեկը մյուսից ավելի երգեր կարելի է ծնվել։ Բայց իրեք թվում է, որովհետեւ երբ ձեր երգացանկում ես լսում եմ Երևանի մասին երգերը, ես չեմ կարողանում առանձնացնել, որն է ինձ համար ավելի սիրելի, որովհետեւ մեկը մյուսից սիրելի երգեր են։ Ոնց է հնարավոր նույն քաղաքի մասին այդքան տարբեր երգեր ունենալ։ Ես հավատում, ես դրա մասին չեմ մտածում, ոնց է հնարավոր կամ ոնց է հնարավոր չի, ասացի դա պահի տակ է գալիս եւ դա քո վերաբերմունքն է որպես մեղեդուն արվեստին, խոսքերին, կերպարվեստին, քաղաքին, մարդկանց եւ ընդհանրապես բարելույսին։ Ֆորշ, մի քիչ ավելի հետ գնանք այն տարիները, երբ որ ես հիշում եմ, որ թատրոնն ես հիշում, հա։ Մետրո թատրոնի այդ մի հատ sense team կար, խումբ կար, հա, թատրոն կար, կազմավորված, որտեղ մարդիկ էին, որոնք ինքնամոռաց տրվել էին մենակ արվեստին, ամեն ինչ թողել էին Շատ շատ լավ տարիներ էին ու թատրոնը այդ որ ասում ես, շատ ոնց որ մենք շատ ժամանակ տուն չէինք գնում։ Այո։ Շատ ժամանակ մնում ենք տեղ։ Դու եք հիշես։ Այդ լավ տարիներն էին, որտեղ ստեղծվեցին ներկայացումներ, որոնց երաժշտության վրա էլ քո մեծ ազդեցությունը կար։ Եվ շնորհակալություն թատրոնը, որ նաև քոպես կարգին երիտասարդ ասած։ Վերջերս մի գործ ուզեցի բեմադրեմ ուսանողների հետ, հա, Վիգեն Ստեփանյանի հեղինակած Շունն ու կատուն, ըստ իր մոտեցման, եւ ամբողջ երաժշտական պաշարը, որ ինձ փոխանցեց վարպետի կինը,
Ես իմացա, որ դա քո գրած երաժշտություն է ամբողջ ներկայացման համար։ Ահա, հիմա ուզում եմ խոսենք մի քիչ այն մասին, թե արդյոք ինչով պիտի տարբերել երաժշտություն, որը ներկայացման համար է, երաժշտություն, որը բեմից հնչելու համար է, լսարանի համար է, համերգի համար է։ Կոնկրետ եթե ներկայացման համար է կամ ֆիլմի համար է, կոնկրետ սյուժետ ու սցենար կա, որ պետքա այդ պահվի այդ դրա մեջ լինես։ Շնայհ դրա մեջ լինես, բայց այնպես ինչպես դու կաս, իսկ ընդհանրապես ճնշումը գնացել մինչև 9-րդ մասիվ ես որ դրա բարձր լավ չես։ Շատ լավ, ես գիտեմ, որ դու ոչ միայն նկարում ես քո երգերում, նաև դու նկարում ես կտավին։ Ինչա տալիս դա, հանգստություն է տալիս։ Այս վերջի գործը, որ նկարում եմ հիմա կոչվում է 40։ Այն 40 ասացի մասին է, որ Հուդան, որը բիբլիական թեմա է, հա։ 40 արծաթով վաճառած Քրիստոսին։ Այդ է ուզում ասեի։ Բայց ինքը մի քիչ սուրի մեջ է, էլի տենց։ Ահա։ Ես նաև քո տանը տեսա հավաքածուներ, գլխարկի հավաքածուներ։ Գիտեմ, որ դու այդպես հատուկ ուշադրություն ես տալիս։ Ես միամիտ որտեղ ես եկել եմ հանել կախել իմ պատից, ես մնացել։ Կամ մեկը, որ առանձնահատուկ է քեզ համար։ Հա, այնտեղ մի շատ առանձնահատուկ բան կա, Ֆիդել Կաստրոյին ճանաչում եք, չէ՞։ Այո։ Ֆիդել Կաստրոյի ձկնորսական գլխարկը ունեմ։ Եվ դա հասել է քեզ ինչպես։ Շատ հետաքրքիր ձևով։ Մի շատ լավ երկրպագուհի կարելի ասել ունեի։ Մի անգամ համերգից եկավ, այդ գլխարկը նվիրեց, ասեց, սա Ֆիդելի գլխարկն է, նվիրեմ քեզ, ասում եմ, քեզ ո՞ր դից է Ֆիդելի գլխարկը։ Ուրեմն բանը սպասում եմ, որ ժամանակին ինքը եղել է Միկոյանի թարգմանչուհին, եւ որ նա գնացել է Ֆիդելի հետ ինչ որ հարցեր լուծելու, այդ նա եղել եւ գնացել են ձուկ բռնելուց դուր եկել է, դες դեն հանել գլխարկը նվիրատվել այդ կնոջը։ Դե եկավ ասես ես էլ ուզում եմ քեզ նվիրտամ, որովհետեւ քո երկես դուր են գալիս, ես ուզում եմ քեզ ինչ որ յուրահատուկ բան նվիրտամ, ու Ֆիդելի գլխարկը իմ տան կախած է։ Շատ լավ, որ երգերի վերնագրերն են հետաքրքիր, հա, եւ բառերը, որոնք այսպես ես միշտ քո երգերի բառերը ցուցանակի նման եմ, հա, օգտագործում, որովհետեւ դա այնպիսի բառեր են, որոնք, չգիտես, երկիմաստ ունեն, հա, դու չգիտեմ ինչպես, բայց ես միշտ սիրել Դու չգիտեմ ինչպես, բայց ես միշտ սիրելու եմ քեզ։ Առաջին հայացքից ուղված են կնոջ, բայց սա Երևանին ուղված բառեր են։ Եվ իհարկե մի գրոշ տվեք երգերիս համար կամ ես այսօր փոխում եմ տես կես գիշերը իմ։ Քանի շրջանի կբաժանես քո երգերը։ Երեք։ Երեք։ Հլվոր։ Հլվոր երեք։ Երբ որ սկսեցի, երբ որ արեցի, երբ որ անում եմ ու երբ որ էլ պետք է անեմ։ Այո, դեռ պետք է շարունակվեն։ Հրաշալի է։ Որ այսօր հանդիսատեսը ունի հնարավորություն քեզ պարբերաբար հա ունկնդրելու։ Եվ ինչն է զարմանալի, երբ որ ես տեսնում դահլիճում նստած սերունդներ տարբեր, մարդիկ, ովքեր արդեն բավականին հասուն տարիքում են, եւ մարդիկ, ովքեր երևի թե հազիվ են բոլորել 20 տարեկան, բայց բոլորը հավասար երգում են նույնիսկ այն երգերը, որոնք գրվել են 30 տարի առաջ։ Դրա համար ես երջանիկ եմ, ես ուրախ եմ դրա համար, որովհետեւ էլի նույն բանն եմ ասում, ինչ որ ասում էի։ Ում նշանակում որ ես ազնիվ եմ իմ երաժշտության մեջ։ Ասում եմ ինքդ քեզ չգովաս ու գովլով։ Որ շնորհակալ ենք քեզ քո ազնվության համար, որովհետև իրոք սա շատ կարևոր է։ Լինել արվեստի մեջ ազնիվ, լինել գործիդ հանդեպ ազնիվ եւ տրամադրվածության հանդեպ ազնիվ, սա շատ կարևոր է, այնպես որ բրավո եւ միշտ այդպես պայծառ գույն թող լինի մեր Երևանում, որովհետև դա շատ կարևոր է։ Այո, իհարկե։ Շնորհակալ ենք քեզ։ Եվ Մերին Ջերին ծովն ու ես երգը երբ կատարում եք բեմից, միշտ պատմում եք շատ հետաքրքիր պատմություն ոնց է ստեղծվել։ Ինձ հետաքրքիր է։ Ես եմ պատմում Դավիթն է։ Այո։ Բոլոր երգերը ունեն իրենց պատմությունը։ Դե բնականաբար անպատմության երգ ոնց կարա լինել։
Կարծում եմ։ Թատրոնի մարդ է, ասա։ Առավելևս եթե այդ երկերը ֆորշի կատարումն են, հաստատ առանց պատմության չեն ծնվում։ Բնականաբար ունեն։ Հիմա ջերի մասի պատմեմ, թե մերի։ Թե ծովի, Ես ավելի շատ կուզեմ ասեք Երևանի մասին կամ առհասարակ նոր երգեր կլինեն կամ գրվում են հիմա։ Օրինակ կարող է մեր վերևի հարևան Ռազիկի մասին նրա երգրվում երկևի հարևան ժամը լիպսի վարպետ չգիտեմ ինչ իմանում, այդ պահիտակ է գալիս։ Սպասենք կան ինչ-որ նոր մտքեր, թե դեռ հիմա արդեն գունավորում ենք դեռ այն սիրված երգերը։ Սպասել ընդհանրապես լավ է։ Լավ բան։ Այսինքն նպատակին հասնելու բան կա, ձգտում կա։ Ձգտում կա։ Սպասենք։ Շնորհակալ ենք քեզ Ֆորշ, որ դու մեզ տալիս ես այդ կարոտը առնելու նոտաները, հնչյունները, հա, որովհետև թեկուզ մի օրով կամ երկու օրով, երբ որ հեռու ես լինում քաղաքից, այդ կարոտը առնում են նաև քո երգերով ու քո կատարմամբ, քո շնորհիվ, դա շատ կարևոր է։ Քեզ շատ շնորհակալություն, որ ես առավոտ դու մեր հյուրն ես եւ տրամադրությունը Երևանյան էր այսօր մեր հետ։ Քեզ շնորհակալություն, որովհետև ես քեզ շատ սիրում ու հարգում եմ։ Շնորհակալ եմ քեզ շատ, Ֆորշ ջան։ Ուզում եմ քեզ նվիրել Իջևանի գինու գործանի կողմից Սափոր ռոզե գինին, որը հիանալի առիթ կտա եւս մեկ ինչ-որ հիանալի առիթ նշելու համար։ Գինին։ Եվ ուզում եմ նվիրել Տրամոնտինա։ Գույնն ինձ սիրում է։ Այո, Տրամոնտինա ընկերության կողմից խոհանոցային պարագա, որը թեթևացնի խոհանոցում հոգսը եւ կարծում եմ այս պարագան կօգնի, որպեսզի ելի ավելի համեղ բաներ պատրաստի։ Ինչ պարագա է որ։ Դե հետո տանը կբացենք, արդեն Նոր բացիկ։ Ոչ, ուզում եմ քեզ նվիրել արև բացիկները։ Բացիկները ֆենոմենը նրանում է, որ այստեղ ներառված են սիրված բանաստեղծություններից եւ երգերից ֆրազեր։ Այս բացիկներում նաև տեղ են գտնում քո երգերից բառեր, բայց այսօր իմ ձեռքում ուզում եմ քեզ նվիրել Մանասերյանի խոսքերը, աշխարհում սիրեցի քեզ միայն։ Այս բառերը նվիրիր այն մարդուն, ում աշխարհում սիրում ես միայն, եւ համոզված եմ, որ պատասխանը հենց այդպեսին է լինելու։ Շնորհակալ ենք քեզ։ Ես ինձ սիրում բան եմ շնորհակալ։ Շնորհակալություն։ Մեր հյուրն էր Երևանը եւ կշարունակի մնալ մեր հյուրը միշտ, որովհետեւ Երևանի մասին երգերը սիրելի են, հարազատ են ու ջերմ են։ Առավելևս եթե այն ներկայացվում են հենց Ֆորշի կողմից։ Այո, իսկ հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։